Ինչպես է Փաշինյանի իշխանությունը վայելում պարգևավճարները, երբ Շիրակում ամեն երկրորդ երեխան թերսնված է։ Զարմանում է ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Նրա համար անընդունելի է նաև այն, որ երկրաշարժից 37 տարի հետո Գյումրիում 2000 տնակ կա, որտեղ դեռ ապրում են մեր հայրենակիցները։ Մեզ բարդ ճանապարհ է սպասում, որովհետև իրար հետ պետք է պայքարենք, որ բերենք բարեկեցություն։ Գյումրին մի քանի խնդիր ունի մեծ։ 2000 մարդ, 2000 դոմիկ կա, որ մարդ դեռ դոմիկում են ապրում, 2000 դոմիկում, 21-րդ դարում։ Դա առաջի հարցն է, որ մենք պետք է լուծենք։ Հարկային բարեփոխումներ է խոստանում ուժեղ Հայաստանը, ծայրահեղ աղքատներ պետք է չլինեն Հայաստանում։ Քաղաքացիներին, ովքեր ծայրահեղ աղքատ են, 150,000 դրամ 5 հոգանոց ընտանիքին աջակցություն է տրամադրվելու, որպեսզի հնարավորություն ունենան մարդիկ աղքատությունից ելնեն։ Երրորդ բանը աշխատատեղերը։ Աղքատությունը չեն կարա լուծենք, եթե չստեղծենք աշխատատեղեր։ Մենք այս բարդ պարագայում աղքատությունը չենք կարա հաղթահարենք, եթե չենք ստեղծում ուժեղ արդյունաբերություն, եթե Գյումրին չենք սարքում ներգնա տուրիզմի կենտրոն։ 300,000 աշխատատեղերը, որ խոստանում է ստեղծել ուժեղ Հայաստանը, գլխի վար կփոխեն մարդկանց կյանքը։ Շնորհակալ եմ։ Արդյունքում վստահեցնում է դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը։ Չի ստեղծվել որևէ բան, որ մարդկանց լավ կյանքի հույս կտա։ 8 տարվա ընթացքում պետությունը վերցրել է 7 միլիարդ դոլար պարտք։ Եթե դրա 1%-ը ճիշտ ծախսվեր այստեղ, վստահ եղեք, ոչ մեկ խոպան գնալու կարիք չեր ունենա։ Հիմա արդյունքի վիճակն այնքան վատ է, որ միայն պետական մի քանի հաստիկ կա, դրանք էլ կռվախնձոր են դարձել շիրակցիների համար, նկատում է Կարապետյանը։ Վարդագույն տուֆով հայտնի քաղաքի հնարավորությունները ճիշտ պետք է օգտագործել, ասում է ուժեղ Հայաստանի անդամը։ Հայաստանի ամենաաղքատ մարզը պետք է դառնա ամենաբարեկեցիկը։ Այս քաղաքը իդեալական քաղաք է, իր բոլոր հանքային պաշարներով, հանքերով, ժողովրդով, տարբեր արտադրություններ, մասնագիտացված այդ ուղղությամբ, որ ժողովուրդը մնան համայնքում։ Արժանի ապագա ունենալու համար ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարը շիրակցիներին խնդրում է հունիսի 7-ին մի պահ թողնել դաշտի գործերն ու մասնակցել ընտրության։ Թույլ չտալ, որ մի օր մեր երկրում ընտրելու իրավունք ունենան ադրբեջանցիները։ Ալեն Սիմոնյանը ասում է պետք է առևտուր անենք իրար հետ, պետք է իրանք կարան դաժե տուն ունենան։ 3 օր առաջ Փաշինյանը հելել ասում է իրանք տուրիստ են գալու ստեղ։ Ես տենց տուրիստ չտեսա, ադրբեջանցին գա տուրիստ, արդիկում ինչ տուրիստ ադրբեջանցի։ Մի հատ լուծում կա ժողովուրդ, այդ լուծումն ենք մենք առաջարկում, այդ լուծումն ենք քարոզանում Հայաստանով մեկ։ Պետք է ընդունվի օրենք, Հակա Սաֆարովյան օրենք, օրենքի անունը Հակա Սաֆարովյան։ Ասում են Եվրոպա կերսան, Եվրոպայի կենտրոնում, մի հատ հայ սպայի, նատոյի զորքերի կողքը, մի հատ ադրբեջանցուց չեն կայացել պաշտպանեն, մեզ թե ոնց են պաշտպանելու։ Հայրենակիցներին վստահեցնում է Նարեկ Կարապետյանը, ուժեղ Հայաստան կառուցելու ուրիշ հնարավորություն չի լինելու։ Գայանե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր Կիրակի։